Տաշիրցիներ ջան, ես ձեր կյանքին մեռնիմ։ Իմ ալիք։ Ես ձեր թասիվով կյանքին մեռնիմ։ Ես ավելի քան համոզված էի, որ հենց սենց է լինելու, բայց որ այս կարգի պատկերացով չունեի։ Այս դրա համար եմ ասում, փոփոխությունները գալիս են ու այդ փոփոխությունները գալիս են Տաշիրից։ Ժողովուրդ, ով է լինելու մեր հաջորդ վարչապետը։ Սամվել վարչապետ։ Սամվել վարչապետ։ Սամվել վարչապետ։ Ես ձեր կյանքին մեռնիմ։ Անկեղծ ասած, ընդհանրապես չէի պլանավորել, որ պետք է դուրս գամ խոսք ասեմ, բայց ձեր տված էներգիան չէի կարող պահեի մեջս, պետք է բարձրանայի մի հատ իրար հետ բում անենք, նոր գնայի։ Բայց առիթից օգտվում եմ ու բոլորի տանունից ամբողջ հայ ազգին ստեղից դիմում ենք, ձեր հետ միասին ու կարճ մարդկանց ասում ենք, եթե չեք ուզում 300,000 ադրբեջանցի գա Հայաստան, եթե չեք ուզում ադրբեջանցի հարևաններ ունենաք, բանջարեղեն առնեք ադրբեջանցիքից, ձեր երեխեքի տեղը մանկապարտեզ գնան ադրբեջանցի երեխեքի հետ, կամ այդ երեխեքը գնան, մեր երեխեքին տեղ չլինի, մեզ պետք է փոփոխություն, ու այդ փոփոխության համար ես ձեր ցավը տանեմ։ Մեր երկրի հյուսիսային դարպաս, տոկուն կամքի, աշխատասիրության և ամուր արմատների քաղաք Տաշիր, ողջույն ձեզ։ Ողջույն, հզոր աննկում և ուժեղ Տաշիր, ողջույն ձեզ սիրելի հայրենակիցներ, դուք ձեր ներկայությամբ, ձեր պատասխանատվությամբ և այսօրվա հուժք ու բազմամարդությամբ փաստում եք, որ պատրաստ եք տեր կանգնել մեր երկրի վաղվա օրվան։ Այո, ուժեղ Հայաստան դաշինքը այսօր տանն է, ձեր կողքին։ Մենք եկել ենք վերահաստատելու այն մեծ հանձնառությունը, որով պատրաստվում ենք տնտեսական վերելք, անվտանգություն և արժանապատիվ կյանք բերել յուրաքանչյուր հայ ընտանիք։ Այսօր տոն է բոլորիս համար, որովհետև մեր թիմը, մեր արվեստագետները եկել են հենց ձեզ համար, սիրելի տաշիրցիներ, ձեր կամքով, ձեր միասնությամբ, այս հրապարակից գալու է փոփոխությունը, որը մեզ բոլորիս բերելու է ուժեղ առաջնորդ Սամվել Կարապետյանի Սամվել Այո, սիրելի տաշիրցիներ, Սամվել վարչապետ, այս է ուժ է, այս է միասնություն է, սա կամք է։ Սիրելի տաշիրցիներ, մեր հանդիպան նախընտրական ելույթների շարքը բացելու համար հարթակ ենք հրավիրում մեր դաշինքի աջակից Աղասի Հովհաննիսյանին բարձր ողջույններով դիմավորենք։
Մինչ մեր գործընկեր աղասին կմոտենա բեմա հարթակ, խոսքը կտրամադրենք մեր հաջորդ բանախոսին։ Սուսաննա Մխոյան, համեցեք։ Մեր սուրբ հավատքը, ողբակյաններ կամքը, դարերով հղկվել են հարյուրավոր, ուժը մեր արմատն է, սիրտն ու գործն է արդար, կամքն ու երազանքը առուժեղ Հայաստան, ուժեղ Հայաստան, Արոն Աղասի Հովանեսյանն այստեղ է եւ բարձր ողջուններով դիմավորեք նրան բեմա հարթակ։ Իմ սիրելի բարեկամներ, իմ հարազատներ, 14-րդ դարի սկզբից սկսած Հայաստանի պայքարը եղել է միայն իր հավատի համար։ Այդ հավատն է, որ պահել է Հայաստանին։ Եվ այսօր մենք հպարտությամբ ասում ենք, որ մենք հայ ենք։ Հայի հավատը։ Հայի հավատը սրով է խոցված, կրակով է կոփված ու խաչված։ Հայի հավատը արյան շաղախ, երբեք չապրած կյանքով խաղաղ։ Հայի հավատը զանգի ղողանջ, նախնիների նզով ու կանջ։ Հայի հավատը այրված ցորեն ու ամեն հատիկի հետ ծլած նորեն։ Հայի հավատը սրիտ են վահան, հողին մեր սուրբ ու տանը մեր, օջախին մեր պահապան։ Գերել են մեզ, թալանել ու սպանել, քանդել են մեր տունը, երկիրն ավերել, ծրել են մեզ աշխարհով մեկ, որ հայանունը չլինել երբեք։ Բայց մենք ծնվել ենք զանգի ղողանջից, հայկի, նոյի ու մերի կանչից, հավատ ենք ըմպել կատի հետ մեր մոր, տղամարդ դարձել խրատով մեր հոր։ Ու քանի դեռ կան մեր վանկն ու խաչը, քանի մեզ հետ է մեր տիրոջ աչը, ցանելու ենք մենք հույսի մեր արտը, ոչինչ չի խախտի հայի հավատը։ Ոչինչ չի խախտի։ Որովհետև այսօր մենք ունենք հայ հավատի այնպիսի հզոր պաշտպան, ինչպիսին մեր Սամվել Կարապետյանն է։ Եվ այդ հավատով է, որ հիշենք մեր եռագույն սրբությունը, հիշենք այս երեկը եւ հունիսի 7-ին բոլորս ձայնը տալիս ենք երեկին, տալիս ենք Իմ սիրելիներ, Սամվել Կարապետյանին նվիրված ես բավականին մեծ բանասերություն ունեմ գրած։ Դրա համար թույլ տվեք վերջին մի վերջաբանը կարդամ։ Այսօր Սամվելը 60 տարեկան, իր 60 տարվա գործով ու փորձով պաշտպան է եղել հայ աշխատանքին, հայ աշխարհին, հայ եկեղեցուն, հայոց հավատին, հայ ռանչպարին ու հողագործին, հայոց բանակին ու հայ դպրոցին, որ վերածնվի հայոց կորղոքին, որ Հայաստանը դառնա սուրբ օրրան, որ աշխարհասփյուր բոլոր հայերը առաջվա նման իրենց հայը զգան ու առաջվապես աշխարհին ասեն ու հպարտանան, որ իրենք հայ են։ Երազ չեն սրանք եւ ոչ էլ պատրանք, այլ նվիրական դժվար աշխատանք, որ համբերություն ու տեխնանք ու ջանք, որ կանի հայոց հույսի ասպետը, մեր ընտրյալը նոր վարչապետը, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Շնորհակալ եմ, բոլորիս հաջողություն։ Շնորհակալություն պարոն Հովանեսյան եւ շարունակում ենք բանկարկել Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Այո սիրելի դաշինքներ, ինչպես ասել է Ջոն Քենեդին, փոփոխությունը կյանքի օրենքն է։ Նրանք ովքեր նայում են միայն անցյալին եւ ներկային, անհապաղ կորցնելու են իրենց ապագան, բայց այս հրապարակը խոսում է նրան մասին, որ
մեր ապագան լինելու է պայծառ, ուժեղ եւ դրական փոփոխություններով լի։ Ինչ ենք ունենալու շատ շուտով։ Ինչ ենք ունենալու շատ շուտով։ Ուժեղ Հայաստան։ Որն է ուժեղ Հայաստան բերող փոփոխության թիվը։ Համար 3, համար, այո։ Խոսքը տրվում է մեր երիտասարդ սերնդի ձայն, ուժեղ Հայաստան երիտասարդական կառույցի նախագահ Նարեկ Սուքասյանին։ Բարև իմ ծննդավայր, բարև Տաշիր, իմ սիրելի հարազատներ, բարեկամներ, ընկերներ, իմ ալիք։ Շատ հաճախ իմ ընկերներին վրա մի հատ կատակ ունեն, մի հատ միջոցառման ժամանակ, մի հատ բան եմ ասել, բայց դուք ինձ ստիպեցիք, որ մի անգամ էլ ասեմ։ Էս ինչ շատ ենք մենք, էս ինչ ուժեղ ենք մենք։ Իմ սիրելի տաշիրցիներ, այսօր այս բեմում ինձ համար գտնվելը մեծ պատասխանատվություն է, քանի որ ես մեծացել եմ ձեր կողքին, քանի որ մենք բոլորս գիտենք, որ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ կանգնած է եղել մեր կողքին, եւ մենք ինչ մեր շուրջը տեսնում ենք, գիտենք թե ում ձեռքիա գործն է սա, ով է կառուցել այս ամենը։ Մեզ մոտ կա ամեն ինչ, մենք ունենք Սամվել Կարապետյանին, որը որ կանգնած է հայի կողքին, կանգնած է Տաշիրցու կողքին, եւ մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, Սամվել Կարապետյանի հետ։ Սիրելի տաշիրցիներ, այն օրը մի հատ փոքրիկ խմբակ, չգիտեմ էլ խի եկել էր Տաշիր ու ասում էր, որ Տաշիրին տեր ենք, բայց բոլորդ ուշադիր ինձ լսեք, այդ արտահայտությունը եւ այդ իրավունքը ունի միայն Սամվել Կարապետյանը, որովհետեւ Սամվել Կարապետյանը դա ապացուցել է իր գործով։ Սիրելի տաշիրցիներ, այս վերջին ժամանակահատվածում անկեղծ ասած շրջել եմ ամբողջ Հայաստանով, շրջել եմ բոլոր քաղաքներով, բոլոր մարզերով, բայց մեր մոտ ուրիշ է, իսկ գիտեք խի, որովհետև մեր կողքին կանգնած է Սամվել Կարապետյանը, հայորդիով չի մոռացել իր արմատները եւ չի մոռացել, թե որտեղից է ինքը սերում, եւ Սամվել Կարապետյանը հիմա ժամանակն է, որպիսի շենացնի ամբողջ Հայաստանը, որպիսի ինձ նման Գորիսեցի, Վանաձորցի եւ ցանկացած այլ բնակավայրից տղա կանգնի եւ հպարտ ասի, որ մեր քաղաքը շենացել է։ Եվ ես այսօր հպարտ ասում եմ, որ մեր քաղաքը շենացել է Սամվել Կարապետյանի շնորհիվ։ Վարչապետ։ Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ։ Սիրելի Տաշիրի երիտասարդներ, քանի որ ես ինքս համակարգում եմ երիտասարդական թևը, ցանկանում եմ ձեզ փոխանցել պարոն Կարապետյանի հետ հանդիպումից մի հատված, որը որ ասել է, որ երիտասարդությունը պետք է հստակ ձևավորի իր ցանկությունները։ Դու պետք է իմանաս ինչ ես ուզում այս կյանքից եւ երբ մի օր առաջ գնաս, անպայման մեծ ցանկություն կունենաս կանգնելու քո հայրենիքի կողքին։ Սիրելի Տաշիրի երիտասարդներ եւ ամբողջ Հայաստանի երիտասարդներ, Սամվել Կարապետյանը մեզ հնարավորություն է տալու գործնականում ստանալու անվճար բարձրագույն կրթություն։
Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Իսկ վերջում ուզում եմ, որ բոլորիդ ասեմ, մեր տաշիրցիները շատ հասիբովի, ժողովուրդ ջան, մենք հունիսի 7-ին գնում ենք ու ընտրում ենք համար 3, փոփոխության համար համար 3, փոփոխության համար համար 3, Սամվել վարչապետ։ Շնորհակալ եմ բոլորիդ, ես ձեզի սաղից շատը սիրիմ։ Շնորհակալ ենք այսպիսի եռանդուն ելույթի համար։ Ամբիոնի մոտ ենք հրավիրում։ Մեր թիմի հաջորդ անդամ, ով անդադար պայքարում է հանուն մեր ընդհանուր նպատակների, ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Անդրանիկ Գևորգյան։ Ողջույն, սիրելի դաշիրցիներ ջան, ողջույն, սիրելի լոռեցիներ ջան, այս էմոցիաները, որ մենք այսօր ամբողջ օրվա ընթացքում ապրեցինք, ոչ ոք, ոչ մի փոքրիկ խմբակ չի կարող մեզնից խլել, որովհետև արժանապատիվ դաշիրցին պահանջում է ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Վարչապետ Սամվել, վարչապետ, վարչապետ Սամվել, վարչապետ։ Սիրելի հայրենակիցներ ջան, Քարոզարշավի սկզբից ի վեր մինչև այսօր դաշիրցին անկոտրում կամքով ապացուցել է, որ կանգնած է արժանապատիվ հայի Սամվել Կարապետյանի կողքին։ Եվ ոչ ոք, ոչ մի փոքրիկ խմբակ և իրենց ներկայացուցիչներ չեն կարող կանգնեցնել ուժեղ Հայաստանի ընթացքը։ Եվ ես վստահ եմ, հունիսի 7-ին արժանապատիվ դաշիրցին պետք է կատարի իր արժանապատիվ ընտրությունը, որովհետև պահանջում է փոփոխություն, փոփոխության համար, փոփոխության համար, փոփոխության համար, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Այո, սիրելի դաշիրցիներ, սիրելի հայրենակիցներ, փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ, եւ մենք հունիսի 7-ին միասին գնալու ենք, ընտրելու ենք Եռատոնի, Եռագույնի, Սուրբ Երրորդության խորհրդանիշ 3 թիվը եւ ունենալու ենք ինչ ենք ունենալու ուժեղ Հայաստան։ Խոսափողի մոտ ենք հրավիրում ուժեղ Հայաստան դաշինքի անդամ, մեր գաղափարների համար անմնացորդ պայքարող Սերգեյ Սուքյասյանին։ Հայոց պատմությանը և խաղաղությանը Ողջույն իմ սիրելի տաշիր, իմ թանկագին տաշիր, մեռնեմ ես ձեր կյանքին, բոլոր ընտրություններում տաշիրը կանգնել է մեր ընտրյալների թիկունքին, կանգնել և հաղթել է միշտ, այս անգամ էլ կհաղթենք,
շատ ուժեղ կհաղթենք, որովհետև այս հաղթանակի արդյունքում վարչապետ է դառնալու Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը ինչպես է սիրում եւ կառուցում մեր քաղաքը, այնպես էլ կկառուցի, կպաշտպանի ու կզարգացնի մեր երկիրը, մեր հայրենիքը։ Միայն ուժեղ առաջնորդը, պահանջված առաջնորդը, ինչպիսին Սամվել Կարապետյանն է, կարող էր կանխել ներկա վարչախմբի հանցավոր գործընթացները։ Սամվել Կարապետյանին հատուկ շնորհակալություն, որ այս ծանրագույն ժամանակ նոր Սարդարաբադի կռվում կանգնեց թիկունքին իր սիրելի հայրենիքի եւ իր անձնազոհությամբ այսօր պայքարում է բոլորիս համար, բոլորիս վաղվա համար, բոլորիս ապագայի համար։ Սամվելը մեր հաջորդ վարչապետն է եւ մենք լինելու ենք ուժեղ, լինելու ենք ապահով, լինելու ենք պաշտպանված, որովհետեւ Սամվել Կարապետյանը հաղթող տեսակն է, վարչախումբը պարտվող, պաշտպանվող, վախեցած, նաեւ վախկոտը այսօր սարսափում է, վախենում է ոչ միայն Սամվել Կարապետյանի անունից, նկարից, այլ այն փոփոխություններից, որ բերելու է ուժեղ Հայաստանը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, փոփոխությունները գալու են, նրանք արդեն եկել են, մենք պետք է հունիսի 7-ին մեր մասնակցությամբ բարձր գրանցենք, արձանագրենք եւ սկսենք մեր երկրի երջանիկ, երկար սպասվող մեր երազանքի հայրենիքը, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Ժողովուրդ ջան, իմ սիրելի տաշիրցիներ, իմ թանկագին տաշիրցիներ, ես ձեր ջանին մեռնեմ, ես երկար հաճույքով, ինչպես երկար տասնամյակներ կխոսեի այն ամենի մասին, ինչ որ սիրով, անաղմուկ Սամվելը Կարապետյան, սուս եւ փուս կարել է մեր ժողովրդի, մեր քաղաքի, մեր մարզի, մեր հայրենիքի համար, բայց դա շատ երկար ժամանակ կպահանջվի։ Չեմ էլ ուզում խոսեմ այն ամենի մասին, ինչ որ վերջին 8 տարում այս վարչախումբն է գրել, արձանագրել մեր ժողովրդի այս ծանր հատվածում։ Միայն կարող եմ ձեզ հուշել, բամարդ Աստծո տված մի կյանքը, իր ֆիզիկական առողջ վիճակը, կապրի ու 3 անգամ Նիկոլին ձեն կտաբա։ Փոփոխությունները գալիս են մեծ թափով, գալիս են լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք առ այսօր մենք ունենք։ Դրա համար պահանջվում է փոփոխություններ։ Փոփոխությունների համարն է համար 3։ Փոփոխությունների համարն է համար 3։ Փոփոխությունների համարն է համար 3։ Շնորհակալ եմ։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել, Սամվել, Սամվել։ Դե եկեք մի հատ էլ մեր ամբողջ հայազգին հիշացնենք, որն է փոփոխության համարը։ Փոփոխության համար, փոփոխության համար, փոփոխության համար։ Սիրելի հարազատներ, հիմա ուզում եմ հրավիրեմ բեմ այն մարդուն, ում դուք շատ եք սպասել։ Ձեր հարևան, ձեր բարեկամ,
Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ ձեր Նարեկ Կարապետյան։ Մալիկ ժողովուրդ մեկ մը չնկարվինք իրար հետ հեռախոսներ բանցրծուցեք լուսեր թող վարվի որ սաղ տեսնան ու սկսինք Չա նորմալ Գացինք Սամվել Ժողովուրդ, էմա խորոտ պատկերոր չկպատկերացին։ Ինչ գուզիմ ասիմ ձեզի։ Նախ գուզիմ շնորհակալություն հայտնեմ։ Էմ բանի համար որ դուք երերիք։ Հարճի օրվն է, իդա դժվար պայքարի մեջ։ Դուք մեր կողքնիք, իրար հետ ենք, տարբերություն չկար։ Մեր ժողովուրդն ցույց տվեց, ռեալ ժողովուրդ է դասի բառն շատ է կօգտագործին, բայց մեր ժողովուրդ ռեալ ցույց տվեց այդ ինչը։ Հարճի օրվն է, սաղ իդա պետական սուտի մեջ, ձեր հետ, դուք մեր հետ, մենք սաղ Հայաստանին կրծանք փոխենք, որ Հայաստան հասկնա, որ կարելի է իդա մարդկանց ճամպել։ Ժողովուրդ ջան, գիտա պայքարն մեր այրենիքի համարը, մեր Հայաստանի համարը, մեր Հայաստանի ժողովուրդն կասիպության մեջը կաբրի, մեր Հայաստանի տղեկն, ջայլ տղեկն, երկիշ թողին կերտան, մենք բդի բամը փոխինք իդա երկրում, իդա կասիպությունն մզի չսազը, մենք բդի նորմալ երկիր սարկինք իրար հետ, մեր ժողովուրդն Հայաստանի, Չտեսերը, ղեկավար, ուրանց կարծիքով բդի սա ղեկավարներ ուրանք վախենան որ թալան կենին։ Մենք բդի ցույց տանք, որ կա ղեկավար, որ թալան չենը, որ ինքնը բերը, ինքնը գիտա։ Հայաստանից բդի սկսվի մենց փոփոխությունն, Տաշիրից բդի սկսվի մենց փոփոխությունն։ Մեր կողն, մեր հաստ կողն օգնեց սա Հայաստանին պաշտպանել Էջմիածինն։ Մեր հաստ կողն, ձեր հաստ կողն օգնեց սա Հայաստանին ցույց տալ, որ իդոնք կերտան թուրքի տակը պարգին, բայց մենք ուդա մարդ կա, որ չպարգի։
մերնիմ ձեր ջանին։ Իդա օրն պատմական օրը։ Ես կյանքում չմոռնա ձեր աջակցությունն։ Այն գիշերներ դատարանի դեմ շատ էր տենոնի։ Մեր բոլոր հանրահավաքներում որ մարդիկ ուրանց վերջի գումար գիտեն, գասնեն Երևան հանրահավաքներու համար։ Իդա պետք է չմոռնա Հայաստանն։ Հայաստան պետք է չմոռնա թե որ բրգեց Հայաստան։ Ուզիմ բամը լսիմ մեր են աղբերներուն, որ նոր վերջի 2 տարվա մեջ ու դա եկավ։ Ուզիմ մեր արցախցիներուն բամը լսիմ։ Սիրելի արցախցիներ, իմացեք, մենք գիտենք ձեր ցավը, մենք գիտենք ինչա կատարվում ձեր մեջ։ Իմացեք, քանի ես ժողովուրդը կա, հայերի մեջ տարբերություն դնողը, երկար ճամփա չի ունենա, արցախցուն սպառնացողը երկար ճամփա չի ունենա, մենք աղբեր ենք ու իրար հետ ենք։ Ժողովուրդ ջան, մենք խոսք ենք տվի, խոսքը գիտանք ձզի, որովհետև դու գինակ, մենք իրար գինանք լավ, բայց խոսք ենք տվի Հայաստանի ժողովրդին, որ իդա խեղճության, իդա քասիբության ժամանակ պետք է բրձնի, գիշեր ցերեկ պետք է ենինք, հմեն ինչ ենինք, հանենք մեր երկիրն իդա վիճակից, էդի մեր գործնը, ու մենք Հայաստանից, տաշիրից իդա կսկսվի, ու լուսուն, մգլոն Հայաստանն, բարեկեցիկ, ուժեղ երկիր, եբ օրեղնի, գիշանք իդա պատմականորն, գիշանք որ դուք ուդա եք, ու գիշանք որ իրար հետ, ինչ երեցինք Հայաստան, աբրիկ, մերնիմ ձզի։ Աբրիկ, աբրիկ, աբրիկ։ Սիրելի հայրենակիցներ, փոփոխությունները սկսվում են հենց այսպես լեփլեցուն հրապարակներից եւ ես ցանկանում եմ, մենք ցանկանում ենք, որ դուք բոլորդ միասին վանկարկեք Սամվել վարչապետ Ես շարունակեմ, այսքան դուք կանչեք Սամվել վարչապետ, ես խոսեմ, Վել վարչապետ, այսքանով մեր հանդիպումը չի ավարտել սիրելի տաշիրցիներ, այս հրապարակում ձեզ տեսաուղերձով դիմելու է հայ ժողովրդի, լորվա և տաշիրի արժանավոր զավակ, բարերար, ստեղծարար աշխատանքի խորհրդանիշ, հայի գործի, հայի հոգու, հայի կամքի և արժանապատվության կրող, ազգային պատասխանատվության, մարմնավորում Սամվել Կարապետյանը ձեզ տեսաուղերձով դիմում է։ Աշխիրը միշտ եկել է ուժեղ մարդկանց, աշխատող մարդկանց, խոսքի տեր մարդկանց քաղաք և հենց դրա համար էլ այսօր այստեղից պետք է հստակ ասենք, Հայաստանը չի կարող շարունակել ապրել վախի, պարտության մեջ, Փաշինյանի թույլ իշխանությունը փորձում է մեզ սովորեցնել համակերպվել կորուստների հետ, համակերպվել աղքատության հետ,
համակերպվել ողնաշարժ չունենալու հետ։ Մեր պետությունը չի կարող ղեկավարել մարդ, որը ամեն ձախողումից հետո մեղադրում է ժողովրդին, բանակին, նախկիներին, բոլորին բացի իրենից։ Մենք ասում ենք, փոփոխություն լինելու է։ Հունիսի 7-ին մենք ընտրում ենք ոչ միայն իշխանություն, մենք ընտրում ենք Հայաստանը մնալու է թույլ ու վախեցած երկիր, թե դառնալու է պետություն, որի հետ հաշվի են նստում։ Տաշիրցիներ ջան, դուք արժանի եք ավելին, Հայաստանը արժանի է ավելին, ամսի 7-ին ցույց տանք դա մեր ձայնով, մեր ձևով, ուժեղ Տաշիրի համար, ուժեղ Հայաստանի համար, շուտով մենք միասին ենք լինելու, տաշիրցիներ ջան։